Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Պարոն Բադալյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ռուսաստանի նախագահ անձամբ Փաշինյանի հետ հանդիպմանն ասում է, թե ինչ խնդիրներ կունենա Հայաստանը, եթե որոշի, օրինակ, ընտրել ոչ թե ԵԱՏՄ-ն, այլ Եվրամիությունը։ Նա ասում է, ձեր գազը կթանկանա, հապկի հետ կապված խնդիրներից է խոսում է նաև մեր արտադրանքի, մեր գյուղմթերքի արտահանման խնդիրների, հնարավոր խնդիրների մասին։ Այս ամբողջը կարծես քիչ էր, դրանից հետո նաև փոխվարչապետ Օվերչուկը դետալային նշում է, թե ինչ խնդիրներ է ունենալու Հայաստանը։ Նա նույնիսկ խոսում է օդային հաղորդակցության փակման մասին։ Սպառնալիքները էլի են եղել, պարզապես հիմա բաց տեքստով հայ հանրությանն ասում են, իմացեք, ընտրություններից առաջ ձեզ ինչ է սպասվելու, եթե դուք ընտրեք այս իշխանություններին։ Ձեր հարցը բաժանենք տարբեր ենթահարցերի։ Նախ բազմիցս նշել ենք եւ մեկ անգամ եւս կրկնում ենք։ Ներկա քաղաքական ուժին 2018 թվականին բերել են կոնկրետ 3 խնդիր լուծելու համար։ Առաջին Արցախի հարցը փակել։ Ինչ այս պահեդրությամբ իրենք արել են եւ ինչ է այս հանդիպման ժամանակ նույնպես ուրեմն արծարծվեց։ Երկրորդ Զանգեզուրի միջանցքի տրամադրումը, ինչը արդեն թրիփի անվան տակ ի կատարյացվում եւ մնացել է, ասենք ինչ որ այնտեղ իրավական գործընթացները, չնայած իհարկե դեռևս վերջնական որպես այդպեսին չեն կարող ասել ինչ արդյունք կունենա, բայց անամենայնիվ այս գործընթացը նույնպես ուրեմն լայն թափով առաջ է գնում եւ երրորդը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական եւ տնտեսական գործոնի չեզոքացումը, սա մասնակիորեն արդեն սկսվել է, մասնավորապես նախկինում ռուսական ընկերություններ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ունեին ուրեմն մասնաբաժիններ, ներկայացում են, հիմա ներկայացում չունեն, որովհետև ինչպես հասկացանք, դրանք ինչ որ տարբեր այլ կազմակերպություններ են մեկ։ Երկրորդը դա հեծներ, որը ճիշտ է պատկանում է մասնավոր անձի ՌԴ քաղաքացի հանդիսացող մասնավոր անձի, որը այդքան էլ մասնավոր անձ չէր դե ֆակտո, որովհետև ուներ որոշակի կարգավիճակ, մասնավորապես ՌԴ ղեկավարության հետ ուներ, կարելի ասել, բավական լավ հարաբերություններ առանձին կարադառնանք այդ։ Չէ, ասենք բան այդ լավ կարգավիճակ ուներ, որովհետև հեծի վաճառումը հենց այնպես չի, որ կոնկրետ իրաներ ուրեմն տեղ ունեցել, դա ճիշտ է մասնավոր էր, բայց դե ֆակտո դա ռուսական կողմից վերահսկում էր։ Դա վերցվեց։ Երկրորդը դա երկաթգծի կոնցեսիան էր, որի համար չմոռանանք, որը հենց առից առ այդ վարչապետի Ռուսաստանի Դաշնություն կատարելու այցի եւ բազմիցս այդ հարցը ռուսական ղեկավարության կողմից քննարկման առարկա դարձավ մերժողական դիրքորոշում հայտնելով, բայց այնուամենայնիվ գործընթացը արդեն մեկնարկել է եւ պետք է հասվի։ Երրորդը դա Գազպրոմ Արմենիան է, որը բնականաբար նույնպես պետք է ուրեմն ավարտին հասվի, որ քանզի վարչապետը նշեց էներգետիկ եւ լոգիստիկ հարցերով, լոգիստիկը երկաթգիծ է, էներգետիկը ամենահավանականությամբ դա կարող է ատոմական է, նաև ուրեմն այս Գազպրոմ Արմենիան է, որը հետո պարտադիր լինելու է, ատոմական հարցը արդեն տեսնում ենք, որ ռուսական կողմի հետ քննարկումներ չկա, այնտեղ նոր ատոմական կառուցելու, այսինքն ռուսական տնտեսական ենթակառուցվածքային ներկայությունը չեզոքացվում է որպես այդպեսին, ռազմականը չեզոքացված է, որտեղ Հայաստանը հապկի մեջ ծառացել է իր անդամակցությունը մի քիչ անորոշ իրավիճակ է, կամ դուրս են գալի, կամ դուրս չեն գալի, կամ ինչ որ անորոշ տենց չենք դուրս գալի, բայց չենք խանգարում, ինչ որ տենց անորոշ է, քաղաքական տեսակետից նշում են, որ ԱՊՀ-ն սառեցվել են, բայց ԿՊ-ն իր նախընտրական ծրագրի մեջ ԱՊՀ-ն նշել է որպես զարգացման հնարավորություն, հիմա ոնց որ նորից տաքացվում է, չհասկացանք հիմա դա սառեցվում է, դեպ ասեմ դա մեռած կազմակերպություն է, հիմա դուրս կգաս թե դուրս չես գա, խնդիր դա Հայաստանի համար ոչ մի բանի ծառայող կազմակերպություն է, ընդամենը Ռուսաստանի Դաշնության ձեռքին գործիք է, ինչ որ նախկին ասեմ որոշ հանրապետությունների հետ ինչ որ հարաբերություններ կամ կամուրջներ պահպանելու համար եւ փաստացի հիմա այս գիծը տարվում է բնականաբար ի հակադիր այս գծի երբ որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները ամեն դեպքում սառեցվում են կամ բերվում են մեկ այլ մակարդակի Եվրամիության հետ հարաբերությունները
տեսանելի անտեսանելի օրենքով զիգզակով, բայց ոնց որ թե առաջընթաց է տեղ ունենում։ Հիմա այս գործընթացը ընթանում է։ Առաջինը բնականաբար դա բերելու էր Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարության միջև որոշակի հարաբերությունների սառեցում, ինչը սկսվեց, երբ որ Հայաստանը բերվեց, հիշում եք, Եվրոմիության դիտորդ էր, այդ դա կարմիր գիծ էր, որովհետեւ Եվրոմիությունը Ռուսաստանի կողմից դիտարկվում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմաքաղաքական թշնամի, անգամ մրցակից չէ, թշնամի, եւ այդ գործընթացը պետք է ինչ-որ միտեղ ավարտին ունենար, այսինքն չէր կարող այդ կարմիր դա երբ որ բերվեց այդ Եվրոմիության դիտորդը, դա վերջի սկիզբն էր։ Իսկ այդ հանդիպումը, երբ որ տեղ ունեցավ Մոսկվայում, կարող ենք ասել վերջակետ էր, այսինքն փաստացի Մոսկվայում վերջակետեր ինչին, այսինքն վերջակետ էր ՌԴ եւ Հայաստանի ղեկավարության միջև եղած հարաբերություններին ընդհանուր լեզու գտնելու, այսինքն դա վերջակետ դրվեց այդ երկու երկրների հրապարակայինորեն վերջակետ դրվեց, ինչը նշանակում է վարչապետը ասեց, ես գնում եմ միջև վերջ, այսինքն ինչ ծրագիր կա, որտեղ իր խոսքի մեջ է, այո, հա, վարչապետը ինքն է բնականաբար, ինքը նշեց, որ ինքը գնում է միջև վերջ, երկրորդ, հա, ինչը նշանակում է, որ այն Ռուսաստանը, հա, Պուտինի այն հայտարարությունը ռուսամետ ուժերին, այսինքն նշած, որ դու ռուսամետ ես, այն ուժեր կան ուրիշ, էլի ռուսամետ այդ ուժերին դու բան ես անում, թույլատրում ես, ասենք մասնակցելու, ինչը ուղղակի մերժվեց, անուղղակի ասած, հա, որ քեզ այլևս չենք տեսնում Հայաստանի վարչապետ մեր կողմից, այսինքն չէ, իրենք չէ, ոչ թե չենք տեսնում, մենք ասում ենք ուզում ենք այն ուժերը մասնակցեն բան այդ ընտրություններին եւ մենք ունենք, հա։ Չէ, երբ որ ասում եք վերջնագրեր, այսինքն դա նաև նշանակում է, երբ որ Ռուսաստանի նախագահը հա, մենք դա համար դու ցանկալի անց չես, եթե ու այդքան բան ընդամենը մեր համար դու ցանկալի անց չես։ Կան ռուսամետ ուժեր, որոնց մենք ցանկանենք տեսնել ազնիվ արտար ընտրություններին մասնակցելով, ինչը մերժվեց բանի կողմից, վարչապետի կողմից, նշելով, որ կոնկրետ անձը չնշվեց, բայց նշվեց, որ նա չի կարող ոչ վարչապետ լինել, ոչ էլ կարող է ուրեմն գրանցվել։ Սամվել Կարապետյանը, այսինքն մերժումը տեղ ունեցած չի լինելու, ես եմ լինելու վարչապետ։ Եվ երկրորդ հարց տվեց ասենց, հա, կողմորոշեք ԵԱՏՄ-ն։ Հա, որտեղ Եվրամիությունը ԵԱՏՄ-ն, հա, եւ վարչապետը նույնպես մերժեց, ասաց դու չես որոշում, եւ պետք է երկան բան այդ այսպես ճամփաբաժան լինենք։ Ես եմ որոշում։ Հիմա հնարավորություն ունենք, այդ հնարավորությունը կարող է 5 տարի ես օգտագործում։ Դու հիմա ես տեսնում, որ ասենք հա դուրս են գալի, որ դու պատժամիջոցան ես, չէ, ես 5 տարի հետո կորոշեմ դուրս գալ։ Այսինքն քո խոսքը չի անցնում, իմ խոսքն է անցնում։ Սա երկրորդը, որ ուղղակի հրապարական Պուտինը ասես տեղը նստի։ Ուղղակի դու ինձ ընտրության առաջ չդնես։ Ես երբ որ պետք է գա, ես այդ ժամանակ կորոշեմ։ Քո խոսքը չի, իմ խոսքն է Հայաստանում անցնում, եւ երրորդը Արցախի հարցը բնականաբար ասած, հա, դու ես ճանաչել, այդ դրա համար ես ինքս ճանաչ, այսինքն հրապարակային ուղիղ ետերում մի Արցախի հարցը դրեց Պուտինի գրպան, ասաց վերջ, էսի քո գրպանն էլ գրպանից չանես ու Ղարաբաղի հարցը այլևս չբարձրացնես։ Այդ հարցի համար գոյություն չունի, առս հարցը ինչ ուզում ես արեց, արդեն քոննա գնա ուզում ես Ադրբեջան բարձրացու, մի բարձրացու քո խնդիրն է։ Իմը չի, իմ համար այդ հարցը այլևս չկա։ Եթե վերջակետ է դրվում, եթե հրապարակային ասում է ամեն ինչ, այդ նշանակում է, որ սրանից հետո լինելու է գործնական քայլեր արդեն Ռուսաստանի կողմից։ Չեմ կարող ասել, որովհետև այստեղ ուրեմն խնդիրը դրվեց։ Չէ, վերջակետը դրվեց, հիմա վերջին կլի թե չի լի չեն կարող ասել։ Բայց մի բան հասկանալի է, որ քաղաքական գիծը շարունակվելու դեպքում, ես չեմ ասում սա լավ է կամ վատ է, ես չեմ ասում, հա, ինչ լավ արեց վարչապետը կամ ինչ վատ արեց եւ այլ, խնդիրը դա չի։ Խնդիրը գնահատողականն է, որ փորձագիտական մոտեցումն է առան, որ վերջակետը դրվեց, դա նշանակում է կլան հանդիպումներ, ասենք ԵԱՏՄ-ի շրջանակներում, ինչ որ ասենք կոլեկտիվ հանդիպումներ, բայց սենց հրապարակային հանդիպումներ այլևս չի լինել։ Չեմ կարծում, որ կլինի, որովհետև ասելիք այս պայդրությամբ էլ չկա, փաստորեն։ Ու կարող է լինի, բայց ես չեմ այս պայն չեմ տեսնում դրա իմաստը, որովհետև ասելիք որպես այդպես ինչ կա, որ ինչ որ ֆորս մաժոր եւ այլ չլինի, այդ ուրիշ հարց է։ Բայց այս պայն չկա եւ բնականաբար սա նշանակում է մի բան։ Այսինքն, Փաշինյան vs Պուտին ով է ում հաղթելու։ Այս դիլեման է հիմա կանգնած։ Որովհետև շատերի մոտ հա զարման կա, ոնց Փաշինյանը կարա Պուտինի դեմ գնա, հա պատկերացրու կարա գնա։
Եթե Իլհամ Ալիևը, եթե Պուտինը կարող էր ընդուլ տալ, որ ինչ որ Դաղստանի ինչ որ մի շրջանի թատրոնի բացմանը կարող է ինքը վեստի ծրագրով համառուսաստանյան, ալիքով բացմանը ինչ որ խոսք ասել եւ այլն, նա երբ որ նրան կարող է Իլհամ Ալիևի մոտ մի քիչ խեղճացած պահել, այդ ամեն ինչը առանց արձագանք չի մնում։ Պարոն Բադալյան, հասկանալի է ով ում դեմ գնալը, բայց տեսեք, Հայաստանը ամբողջ տնտեսության թելերով կախված է Ռուսաստանից եւ այստեղ դեմ գնալ չգնալու հարց չի։ Եթե նույնիսկ դեմ է գնում Փաշինյան, ասում ենք, ինչ մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը պահպանող վարչապետը գնացել է Ռուսաստան, Պուտինին իր տեղն է ցույց տվել։ Բայց այստեղ մենք փաստի հետ ենք առաջվելու, որ Հայաստանը ունենալու է բազմաթիվ խնդիրներ գազի թանկացումից մինչև ապրանքների արտահանում, ու դա մեր երկրի համար, մեր տնտեսության համար կարող է բավականին մեծ խնդիրներ ստեղծել։ Այս հետևանքները արդյոք թույլ կտան երկրի ղեկավարությանը այդպես հստակ մերժել ու գնալ առաջ։ Բնականաբար տնցել ինքը անում է, ավելին ինքը վարչապետը գալուց հետո կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցու պատասխանի ժամանակ, եթե ուշադրություն դարձեցիք, այնտեղ ինքը մի նախադասություն ասեց, չէ, որ մենք կարող ենք երկաթգծի կոնցեսիոն կառավարումը պայմանագիրը միակողմանի լուծարել։ Ես ասում եմ հայտարարություններ շատ են եղել, բայց հայտարարությունները հետևանք եղավ, պարոն Բադալյան։ Հա, հասկանում եք, մենակ հայտարարություններ չէ, գործողություններ են անում։ Արդեն ձեր ասած ձեր կողմից հատվածակ Օվերշուկ ինքը արդեն նշել է, որ Հայաստանը արդեն ընդունում է որոշակի նորմատիվ իրավական փաստաթղթեր, որը ավելի շուտ Եվրոմիության ինտեգրացիոն գործընթացն է։ Պետք է մի բան հասկանաք, Հայաստանի իշխող քաղաքական ուժը իրականացնում է այն ծրագիրը, որը Եվրոմիությունը իր առջև դրվել է։ Դա չի նշանակում, որ դա Հայաստանի ժողովրդի շահերից բխում է, չի բխում, Հայաստանը տնտեսապես կտուժի, չի տուժի, ծրագիրը դրված է, ծրագիրը իրականացվում է։ Դա բխում է Եվրոմիության շահերից։ Կոպիտ ձևակերպում Հայաստանը կկարողանա դրա տակից դուրս գալ, այդ որոշման տակից հայ ժողովուրդը կարող է։ Այդ հարցը չի դրված է Հայաստանի իշխանությունների առջև։ Եվրոմիության Հայաստանի իշխանությունը չպիտի մտածի իր քայլերի հետևանքները։ Ինքը մտածում է ինքը վերարտադրվելու մասին։ Եվ այդ ծրագիրը իրականացնելու մասին։ Այսինքն, եթե օրինակ հակառուսական այս ամեն ինչը տեղ ունենա, հունիսի 7-ին էլի հնարավոր է ժողովրդի նրան։ Ուրեմն ընտրություններ առանձին կանդրադառնանք։ Հիմա ինչ վերաբերում է այս գործընթացներին։ Հիմա այստեղ արդեն ճամփաբաժանի գիծ է կանած, որովհետև չմոռանանք, բանը այդ հանդիպումից մեկ օր հետո ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր սոցիալական ցանցերի ալիքներից մեկում նշեց, որ արդեն Եվրոմիությանը մենք դիտարկում ենք արդեն ոչ միայն տնտեսական, այլև ռազմաքաղաքական դաշինք, ՆԱՏՕ-ից ավելի վատ է եւ մենք դեմ ենք, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունները գնան այդ ինտեգրման այդ կառույցի հետ, բայց դա հետ չի կանգնում Հայաստանի իշխանությունների ուրեմն ծրագրից Հայաստանի իշխանությունները գնում են առաջ։ Նշենք, որ հանդիպումից հետո, բաց հանդիպումից հետո երկու ժամանոց փակ հանդիպում է եղել, մենք չգիտենք այդ փակ հանդիպմանը ինչ խոսակցություններ են եղել, շուտով ամեն դեպքում արտահոսքեր կլինի։ Լավրովը ասաց, որ որոշակի հարցերում հայ գործընկերների հետ ըմբռնում կա։ Այդ օրինակ ինչ է կարծում, որ հարցերը կարող են լինել հայկական Նախին նշանակ չեն կարող ասել որ հարցեր, երկրորդ չեն կարող ասել ինչ բան է ըմբռնում, երրորդը չեն կարող ասել ըմբռնումը հօգուտ Հայաստանի է, թե հօգուտ Ռուսաստանի։ Այսինքն մի հայտարարություն է, որը ունի բազմաթիվ ուրեմն անհայտեր եւ չորրորդ իրականությանը դա համապատասխանում է, թե դա իրանց ընդհանրապես ցանկությունն է։ Հա, դա անգամ անկալումն է, որովհետև մենք տեսանք նաև այդ հանդիպումից հետո լրատվամիջոցները, Ռուսաստանի դաշտային լրատվամիջոցները բավականին բացասական արդեն ձևով են ներկայացնում ուրեմն Հայաստանի քաղաքական ուրեմն ղեկավարության գործունեությունը, իսկ դա շատ բնորոշ էր վերջին տարիների ընթացքում, երբ որ այդպես են վերաբերվում նաև Բելարուսի նախագահան, երբ որ ինքը անկախ արտաքին քաղաքականություն է վարում 90-ականներին ու 2000-ականներին անգամ թվականին, երբ որ չերց անգամ Ռուսաստան խոր ինտեգրացիոն գնալ, այդպես են ներկայացում Ուկրաինայի ղեկավարության հանդեպ, հիմա այդպես են ներկայացնում ուրեմն Հայաստանի ղեկավարության հանդեպ, այդպես են ժամանակի ներկայացնում Սաակաշվիլի ղեկավարության հանդեպ, այսինքն ասեմ փաստացի տարանջատում է եղել է եւ հիմա եթե Միջև հունիսի 7-ը, միջև այդ քվեարկության կոչեցյալը, այստեղ որոշակի ֆորս մաժորային իրավիճակներ տեղի չունենան եւ սահմանադրության շրջանակներում տեխնոլոգիական, գործընթացների միջոցով գործող իշխանությունը չհեռացվի գործադիր իշխանությունից, ապա կկրկն հունիսի 7-ին կլինի այն օրինաչափություն, ինչ որ Հայաստանում կա ընտրությունների վերաբերյալ։ Այսինքն իշխանությունը կհաղթի։ Դնենք դրա մասին մի կողմ, դեռևս հանդիպան մասին կարող ենք նշել,
որ հանդիպումից Այդ հետո որ օրինաչափությունն է դա կտեսակ ասենք, այս հանդիպումը փաստորեն սրանով մենք ավարտեցինք, մենք փաստացի ականատես եղանք, որ երկու երկրների ղեկավարների միջև հարաբերություններում դրվեց վերջակետ, անկախ նրանից, թե հետագայում ինչ հանդիպներ կլինի, սա փաստում ենք, երկու երկրների ղեկավարների միջև դրվել է վերջակետ։ Հիմա գալիս ենք այդ ընտրություններին։ Նայեք, հունիսի 7-ին ընտրություններին խնդիրն է, որ Հայաստանի ժողովուրդը միշտ մոտակա շատ կարճաժամկետ հիշողություն ունի եւ լրատվամիջոցներն էլ Պաստորեն չեն օգնում ժողովրդին մի քիչ ավելի երկար ժամանակով այդ հիշողությունը պահպանել, ասենք չեն վերցնում լրատվական արխիվ եւ ուսումնասիրում։ Հայաստանում 30 տարվա ընթացքում քանի ընտրություն եղել ազգային ժողովի։ Խոսքը չի գնում վերև նախագահի կամ Երևանի ավականու կամ էլ ասենք համայնքային քաղաքների։ Նայում ենք 1995 թվական, 1999 թվական, 2003, 2007, 2012 2017, 2018, 2021, 30 տարվա ընթացքում եղել է 8 ընտրություն, ազգային ժողովի ընտրություն եւ բոլոր դեպքերում պաշտոնական տվյալներով, անկախ ինչպես է քվեարկել, հաղթել է միշտ տվյալ պահին իշխող քաղաքական ուժը։ Կլինի դա հանրապետություն կուսակցությունը, այդ ոչինչ, որ 99 թվական 4 տարի հետո, ասենք, մեկ այլ դաշինք, Միասնություն դաշինքը ջախջախի հաղթանակ տարավ եւ հանրապետություն կուսակցությունը, այսինքն հայերշեի վրա ձևավորած կառույցը վերացավ։ Կամ ասենք մնացած նույն պահերին, երբ որ նայում եք, միշտ հաղթող է ճանաչվել տվյալ քաղաքական ուժը։ Եթե գործադիր իշխանության եւ ազգային ժողովի միջեւ եղել է քաղաքական հակադրություն, այսինքն ուժերի տարաձայնություն, ինչպես եղավ 1999 թվականին, երբ որ նախորդ հիշում եք արդեն, տեղի ունեցել ուրեմն առաջին նախագահի հրաժարական, այսպես կոչված պալատական հեղաշրջման ձևով նոր կառավարություն է ձևավորվել, խորհրդանում դեռևս նախագահի կողմնակիցները մեծ խմբակցություն ունեին, բայց մեկ տարի հետո 99 թվականին ազգային ժողովի ընտրությունների ժամանակ դա վերաձևավորվեց եւ խորհրդանը բերվեց գործադիր իշխանության հետ նույնականացման։ Նույնը կհիշեք արդեն 2018 թվականը, որտեղ ձեր ժամանակը եղել, երբ որ մայիսին վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, իսկ խորհրդանում մեծամասնություն էր կազմում, կհիշեք, հանրապետականներ ով էր այնտեղ այն ժամանակ, դաշնակցություններ, թե ԲՀԿ-ն։ ԲՀԿ-ներ եւ դուք տեսաք, որ դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդանական ընտրությունների ժամանակ խորհրդան ամբողջովին նույնականացվեց գործադիր իշխանության հետ։ Այսինքն, սա ինքնին Հայաստանում դարձել է օրինաչափություն, որը ցույց է տալիս Հայաստանում ընտրությունների ինստիտուտը, մեխանիզմը չի աշխատում։ Որտեւ եթե դու 30 տարվա ընթացքում 8 անգամ նույն արդյունքն ես ստանում, հարց առաջանում, իսկ ինչ է եղել հիմա, երբ որ դու 9-րդ անգամ նույն բանը անելուց ուրիշ արդյունք պետք է ստանաս, առավել եւս որ առաջին ոչ մի իշխանություն այսքան մոտիվացված չի եղել պահպանելու իշխանությունը, որքան գործող իշխանությունը, որտեղ ընտրության մասնակից ուժերից առնվազն մեկի ղեկավարը, երկրորդ նախագահան գաղտնիք չի ասել է, գամ պատժելու եմ Արցախը հանձնած գործիչներին, իսկ պատիժը ենթադրում եմ չի լերվեն, լինելու է նաև քրեադատավարական հետապնդում։ 1. Երկրորդ, երբեք չի եղել, երբ որ արտաքին քաղաքական այս աստիճանի միջամտություն լինի, երբ որ Եվրոմիությունը բացահայտ ասում է փող եմ տալու, իսկ նա շարքային գործիչով չի ասում, բարձրացան, փող եմ տալու, արագ արձագանքման խումբ եմ ուղարկելու, մի հատ այդ հիբրիդային պատերազմ եւ ամեն ինչ անել եմ մոլդովական սցենարով Հայաստանի իշխող քաղաքական ուժի վերարտադրմանը, որովհետեւ դա բխում է իր շահերից։ Խնդիրը դա չի, բխում է հայ ժողովրդի շահից, թե չի բխում հայ ժողովրդի շահից։ Հայ ժողովուրդը դրանից կտուժի, չի տուժի, դերացած գազի գինը կբարձրանա, կտուժի։ Խնդիրը դա չէ, խնդիրը նա է, որ այս հիշում եք, բազմիցս ասել եմ, այս տարածքը Եվրոմիության հսկողության տակ անցնող տարածք է։ Այստեղ ռուսական գործոն չպետք է լինի եւ բնականաբար Եվրոմիությունը ոնց կարողացավ այստեղ ուրեմն օգնելու է այդ քաղաքական ուժին։ Լռում է կատարված, անգամ դպրոցականներին ձերբակալելու հարցով, լռում է անչափարը, տեսել ենք։ Եվ երրորդ գործոնը մենք երբեք երրորդ գործոնը ոչ թե չասենք երբեք
նաև հասարակության գործոնն է, որը գնալով ամեն 5 տարի ավելի թուլանում է։ Թող ոչ ոք չասի, որ հիմա հասարակությունն հենց ուժեղ է, քան 95 թվականին, որ Արցախում հաղթած հասարակություն էր, որ այն ժամանակ 95 թվականին չկարողացավ տեր կանգնել ձայներին եւ կեղծվեցին ընտրությունները, թող հանգած ոչ ոք չասի, որ հիմա ժողովուրդը հասկացավ, արթնացել է, չգիտեմ ինչ է եղել, ծնկաչոկեր ոտքի է կանգնել, փողոցում քոչարի է պարում եւ գնալու է տեղամասերն ընտրվել։ Հասկացանք, պարոն Բադալյան, այսինքն ուզում եք ասել, որ երաշխավորված իշխանությունը ընտրվելու է ընտրություններին։ Ընտրություններին իշխանությունը դիմություն չի մասնակցում։ Մասնակցում է իշխող քաղաքական ուժ կամ այլ ուժեր։ Ես չեմ ասում երաշխավորված ընտրվելու է։ Ես ասում եմ, այս 30 տարի Ստատիստիկան հուշում է, որ նրանք ընտրվելու են։ Ստատիստիկան հուշում է, որ մեխանիզմը չի աշխատում։ Բա որը պետք է փորձել, եթե ուզում են հաղթել իշխանությունը։ Գիտեք, սահմանադրությունը թույլ է տալիս տարբեր տեխնոլոգիաներ օգտագործել։ Փողոցն էլ չի օգնում։ Փողոցը չկա, փողոցը երբեք չի օգնել, այդ հեքիաթը թող հանեն իրանց բանը փողոցը չկա, ընտրությունը չի լինել։ Ուրեմն գիտեք ինչ, հետաքրքիր մի բան կա։ Տեսեք, 90-ական թվականներին կային վիդեոկասետներ, որոնք հանդիսանում են տեխնոլոգիա, ինֆորմացիայի տարածման։ Հիմա պատկերացրեք, դուք չեք կարա, չասենք, հիմա վիդեոկասետը արտադրեք, որտեղ դա ոչ մեկին պետք չի։ Հիմա մի հատ ֆլեշկան ավելի շատ ինֆորմացիա ունի, քան հազար վիդեոկասետը։ Նույնն էլ քաղաքական գործընթացներում։ Եթե դուք վերստում եք, նայում եք, որ կա օրինաչափություն, այդ դեպքում դուք վերցնում եք սահմանադրությունը կարդալու եւ տեսնելու թե այդ ինչ նոր տեխնոլոգիաներ կան եւ եթե լավ կարդաք, վերցնեք հիմա արդի աշխարհում օգտագործող տեղեկատվական եւ այլ ուրեմն տեխնոլոգիաները, որոնք բխում են ՀՀ սահմանադրությունից եւ դրանք կիրառեք, դրանք դուք ունենաք հաջողություն, բայց դա թող անեն այն ուժերը, որոնք ընտրություններին մասնակցում են, թող կարդան եւ գտեն այդ տեխնոլոգիաները, Հայաստանը լուսնի վրա երկիր չի։ Տարբեր երկրներում դա կիրառվել է, հիմա պետք է Հայաստանում կիրառվի։ Եթե իրանք ուզում են բան իշխանափոխություն, թե չէ հիմա գիտեք վերստել էլի գնալ էլի վիդեոկասետով կոպիտ ասած փորձել իշխանափոխություն անել, դա չի հաջողվելու։ Տեխնոլոգիաներ կան, թող իրանք փորձեն գտնել։ Այդ տեխնոլոգիաները էլի եմ ասում, պարոն Բադալյան, փողոցում է գնում, ընտրության։ Չէ, փողոցում չէ, փողոցային տեխնոլոգիաները չի աշխատում։ Օրինական, եթե սահմանադրություն եք վկայակոչում, օրինական ճանապարհն է, իսկ օրինական ճանապարհը որն է, հավաքներն են անում։ Թող իրանք մտածեն։ Թող իրանք մտածեն։ Բայց կա որ մտածեն սահմանադրություն։ Որ մտածեն կգտնեն։ Պետք է մի քիչ լայն մտահորիզոն ունենան։ Պետք է նայեն տարբեր երկրներում ինչ է կատարում, տեղեկատվական տեխնոլոգիաները ոնց են զարգանում, տարբեր ուրեմն ինչ գործոններ են նպաստում դրանց եւ ինչ գործոններ դու պետք է օգտագործես։ Մի բան պետք է հասկանաս, քո ուժերով դու մենակ դա չես կարող անես, որովհետեւ քաղաքական իշխող ուժը ունի հզոր դաշնակից հանձին Եվրոմիության Նաև առանձին մի քանի մեջներ Բրիտանիա։ Այդպես էլ կարող ենք ասել, որ օրինակ նույն Պուտինը բացահայտ աջակցություն ցուցաբերեց ուժերից մեկին, ուժեղ Հայաստանին։ Հիմա այդ աջակցությունը կօգնի հայ ժողովուրդը կասի, եթե Պուտինն է աջակցում, ուրեմն հաստատապես ես չեմ տեսել։ Հերոսատեսության բլա դեռևս անգամ անունը չտվեց։ Իսկ Եվրոմիությունը չի մասին է խոսքը։ Չէ, հասկանալու չի, Եվրոմիությունը պարզ է ասում։ Այդ մենք երկրորդ հերթատեսության ասեց ես 12 միլիոն եվրո եմ տալու։ Իսկ Պուտինը ինչ, Պուտինը թամնացեց ինչ, ասեց թույլ տվեք ռուսամետ ուժերը մասնակցեն։ Դա աջակցություն չի։ Դա ընդհանրապես ցանկություն է։ Ցանկություն եւ աջակցություն տարբեր բաներ են։ Հիմա այդ չգիտեմ, հիմա պետք է միջև 97-ը սպասենք։ Կլինի այդ աջակցություն, թե չի լինի գործնական աջակցություն, թե կմնա խոսքի վրա, որովհետեւ մի բան պետք է հասկանալ։ Կարծում Ռուսաստանը արդեն բոլոր փորձագետներն էլ հասկացել են, ղեկավարությունը հասկացել են, որ եթե օրինաչափությունը նորից կրկնվի հունիսի 7-ին, ապա հունիսի 8-ից սկսած պայմանական է, հունիսի 8-ից սկսած, այո, Հայաստանից դուրս են գալու սահմանապատ ծառայությունը, ռուսական ռազմական բազան, Երկաթգծի կոնցեսիան է վերցվելու, Գազպրոմ Արմենիան է վերցվելու, չգիտեմ, ՎՏԲ բանկը կմնա թե չի մնա, եւ Հայաստան ամբողջովին այսպես թեքվելու է դեպի Եվրոմիություն, կապ չունի, եւ հասկանալի է, Եվրոմիության անդամ, ՆԱՏՕ անդամ չի լինելու, բայց լինելու է այդ համակարգի այդ հարթակում կամ այդ կառույցին կից, նո ասենք հարավային Կորեան էլ Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց ինքը այդ գլոբալ միության մաս է կազմում, հարավային Կորեան կլինի, չգիտեմ, Ճապոնիան կլինի, ուզում ասեմ աշխարհագրական ուրիշ տեղում են գտնվում, բայց իրենք այդ Կանադան, որը Եվրոպա չէ, բայց ասենք ինքը գտնվում է այդ հարթակի մեջ, այդ ամբողջ կոնգլոմերատի մեջ, այո, գնալու են այդ ուղղությամբ։ Հիմա Հայաստանի քաղաքացին, եթե իր ամենօրյա առօրյայում նկատում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը բերում է ուղիղ իր կյանքի վատացմանը,
Այդ պարագայում ձեր ասած օրինաչափությունը կաշխատի։ Ինչ է կարծում 95 թվականին տես խնդիրներ չկային, օրինաչափություն այլ պատճառներով։ Օրինաչափությունը չի աշխատում դրա համար, որ քաղաքացին Ռուսաստանի լավատեսն Չէ, հարցը Ռուսաստանը չէ այստեղ, հարցը Ռուսաստան, թող լինի Եվրամիություն, բայց այն տնտեսական վնասները, որ հայ ժողովուրդը, հայ մարդը կզգա իր ամենօրյա կյանքում, դա թելադրված է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները կտրուկ վատթարացմամբ։ Դա չի ազդեցնում, դա հայ մարդու վրա որևէ ձև չի։ Մեխանիզմը, այդ օրինաչափությունը աշխատում է ոչ թե նրա համար, որ քաղաքացին դա հասկանում է կամ չի հասկանում։ Այդ մեխանիզմը փչացած է, այդ մեխանիզմը չի աշխատում։ Ով տվյալ պայն իշխանությունը այդ մեխանիզմը իր համար է աշխատացնում։ Անկախ դրանից քաղաքացին ինքը հասկանում է, չի հասկանում։ Համակարգի մասին եք ուրեմն ասում։ Ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկարած թվերի մասին եք ասում։ Ես չեմ ասում, որ թիվը նկարվելու է, ոչ մեկին հանիրավի մեղադրանքներ չեմ ներկայացնում բնականաբար։ Ես ասում այդ մեխանիզմը ինքը բոլոր տվյալ պայի իշխող քաղաքական ուժերը, որ տվյալ պայն եղել է իշխող քաղաքական ուժ, նա իր համար օգտագործել է տարբեր պատճառաբանություններով։ Հիմա դուք այս պայմանությամբ կարող եք ասել, Ռուսաստանի տարաբերությունը վատանում է։ 95 թվականին նա ուրիշ պատճառ կար, 99-ին ուրիշ էր, 2003-ին ուրիշ էր, 7-ին ուրիշ, ամեն մեկը ինչ-որ մի պատճառ բերվում, բայց մեխանիզմը ինքը միշտ օգտագործում չի աշխատում, պատտաստում է սառվատը։ Տվյալ քաղաքական ուժը ով եղել է տվյալ պայն, ինքը դա աշխատացել է իր համար բնականաբար հաշվի չառնելով թե այդ կամ քաղաքացին ինչ մտադրություն ունի, կներեք, եթե ձեզ թվում է, որ 95 թվականին դիմությունը չի կարողացել ձայներ պահել, այն մյուսներին չեն կարողացել, դուք կկարողանաք, մի քիչ սխալվում են։ Որտեղ այն ժամանակ էլ են, կարող է իրանց համար նորություն է, դա ինձ համար նորություն չէ։ Տեսել ենք նաև այն մարդկանց, 95-ին այդ բոլոր ժամանակվա դիմությունները փորձել են ձայները պահել։ Շատ դեպքերում արդեն ձայնել պահելու մեջ չէ։ Այդ ընտրանկարչությունը մի քիչ ավելի բարդացել է եւ այլ ուրեմն երանգներ է ստացեցին տեղամասից դուրս գործընթացներ է տեղի ունեցել, որով ձայնը պահելու հետ կապ չունի։ Հիմա այդ երեքը ինչ պետք է նախ հələ հարցը, այդ երեքից ուժեղ Հայաստանին թույլ կտան գրանցվել, թե չէ, սա մեկ։ Երկրորդ, իրանք քարոզարշավի վերջին օրը կհանեն, թե չեն անել, սա երկուս չգիտենք։ Երրորդ, եթե մասնակցեցին, այսինքն ինչ աշճանի լցոնում կլի եւ այլ, ենթադրաբար նկարչություն կլի, լավ, լցոնում չենք ասում։ Նկարչություն կլինի, թե չի լինի ինչ աշճանի, սա երեք։ Չորրորդ, արդյոք նրա ձայները կհաշվի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որտեղ մոլդովական սցենարով ընտրության մասնակից ուժերից մեկը անցել էր Մոլդովայում, նրա ձայները չհաշվեցին, ուղղակի հանեցին, թողեցին մարդիկ քվեարկեցին, ստացան, ասենք 80,000 ձայն ստացավ այդ ուժը ում նկատի ունեմ, հետո ասեցին, գիտեք, ինքը այնտեղ քարոզարշավ լավ չանցկացրել, հանում ենք այդ ձայները, չենք հաշվում այդ ձայները, զրոյացնում ենք ու իշխող քաղաքական ուժը Մոլդովայում ստացավ մեծամասնություն, այսինքն դեռս բազմաթիվ անհայտներ կա կոնկրետ այդ ուժի հետ կապված։ Կարծում եմ առաջարկ Հայաստանին եւ Հայաստան Դաշինքին թույլ կտան այնտեղ իրանցից որովհետեւ մեծ բան չեն ներկայացնում, քաղաքական կշիռ չեն ներկայացնում այս պահի դրությամբ։ Նրանք այո կմասնակցեն ընտրություններին, կարող ինչ որ տեղեր ունենան Իհարկե, Հայաստան Դաշինքը շատ ավելի քիչ կանոնի է խորհրդարանում հասկանալի պատճառներով, հետո այնտեղ կա նաև խնդիր կա, ասեն Վարդան Ղուկասյանն կապված, ինքը կմասնակցի, չի մասնակցի, իր ձայները ինչքան կտան, չեն տա, այսինքն այդ նկարչության մեջ ով ինչ բան կլներ, այսինքն ոնց իշխող քաղաքական ուժը ոնց դա կբախշի այդ ձայների հարաբերակցությունը, բայց մտածել, որ մենք կգնանք 97-ին թղթով քվեարկենք, վարչապետը կասի, վայ, 117,526 ձայնով պարտվեցի այդ երեք ուժերի դաշինքներին, այս պատմությամբ դա չի երևում։ Չգիտեմ, հետո կերևա թե չէ, այս պայդրությամբ դա չի երևում։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։